Արատտայի, որ գերադասված է մյուս ժողովուրդներից, ժողովուրդը, որ առանձնացված է մյուս ժողովուրդներից, նրանք կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան։ Սա համաշխարհային ջրհեղեղի մասին ամենավաղ գրի առնված ավանդազրույցի մի հատված է, որը պահպանվել է շումերական աղբյուրներում։ Այստեղ որպես փրկության վայր նշվում է Արատտա երկիրը։ Նույն սյուժեն պատմվում է նաև Աստվածաշնչում, որտեղ Արատտային համարժեք է Արարատը։ Երկրի վրա 40 օր ու 40 գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը 150 օր ողողեց երկիրը։ Ջուրը գնալով իջնում քաշվում էր երկրի վրայից և 150 օր անց այն նվազեց։ Տապանը նստեց Արարատի լեռների վրա։ Արարատի լեռներ, Արարատի երկիր, Արարատի թագավորություն։ Այս անվանումներով է ներկայանում մարդկության փրկության և վերածննդի երկիր Հայաստանն Աստվածաշնչում։ Ընդ որում, եթե ծննդոց գրքում այն հանդես է գալիս նախապատմական դրվագներում, արարչագործության և համաշխարհային ջրհեղեղի մասին պատմություններում, ապա Աստվածաշնչի մյուս գրքերում այն հիշատակվում է Քրիստոսից առաջ 7-ից 6-րդ դարերի պատմական իրադարձությունների կապակցությամբ։ Աստվածաշնչում Հայաստանն Արարատ անվամբ նախ հիշատակվում է ծննդոց գրքում, կապված համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ։ Այնուհետև Աստվածաշնչի 3 գրքերում Արարատի երկիրը հիշատակվում է Քրիստոսից առաջ 681 թվականի առնչությամբ, երբ Ասորեստանի Սինախերիբ արքայի որդիները սպանեցին իրենց ցորը և փախան Արարատ Հայաստան։ Իսկ երրորդ դրվագը հիշվում է Երեմիայի մարգարեությունում։ Քրիստոսից առաջ 590-ական թվականներին Երեմիա մարգարեն անօրեն Բաբելոնի դեմ օգնության է կանչում Հյուսիսի մեծ ու հզոր պետություններին, որոնց թվում նաև Արարատի թագավորությանը։ Միջագետքյան սեպագրում շատ տարածված էր ձայնավորների ա ու հնչյունափոխությունը։ Այդ իսկ պատճառով Արարատ երկրանունը ասուրերեն և բաբելերեն սեպագիր աղբյուրներում հանդես է գալիս ուրարտու տարբերակով։ Արարատ երկրանվան նախաձևը Արատտան հիշատակվում է դեռևս շումերական աղբյուրներում Քրիստոսից առաջ 28-ից 27-րդ դարերի իրադարձությունների կապակցությամբ։ Ինչպես որ Արարատն է Աստվածաշնչում ներկայանում որպես ջրհեղեղից հետո փրկության տարածք, նույնպիսի դերակատարում ունի նաև Արատտան շումերական աղբյուրներում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շումերական աղբյուրների Արատտան, ասուրաբաբելական աղբյուրների Ուրարտուն և Աստվածաշնչի Արարատը մի և նույն երկրի Հայաստանի հնագույն անվանումներն են տարբեր ժողովուրդների գրավոր աղբյուրներում։ 20-րդ դարի կեսերին Պաղեստինի Քումրան հնավայրից գտնվեցին Աստվածաշնչի գրքերի վաղագույն բնագրերը, որոնք նույնպես հաստատեցին, որ Ուրարտուն Արարատի հնչյունափոխված տարբերակն է։ Դրանցում Արարատ երկրանունը ներկայացված էր միջանկյալ Ուրարատ ձևով, ակնհայտ էր Արարատ, Ուրարատ, Ուրարտու հնչյունափոխությունը։ Հայաստանը Ուրարտու անվամբ է հիշատակվում նաև աշխարհի հնագույն քարտեզում, որը ստեղծվել է Բաբելոնում և թվագրվում է Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի առաջին կեսով։
քարտեզի բնօրինակը պահվում է Լոնդոնի բրիտանական թանգարանում։ Սա շրջանակն է, որ ներկայացնում է աշխարհը։ Սա ջուրն է աշխարհի շուրջը։ Իսկ այս շրջանակները Իրաքի հնագույն գլխավոր քաղաքներն են։ Մասնավորապես այս նշումը Ուրարտու անվանումն է բաբելոնյան սեպագրության մեջ։ Բաբելոնյան եւ հատկապես ասորեստանյան արձանագրությունները հիշատակում են Հայաստանը Ուրարտու անվամբ։ Այն միջագետքի հյուսիս գտնվող կարևոր թագավորություն էր Ուրարտու անվամբ, որի հետ ասորեստան ունեցել է բազմատեսակ հարաբերություններ, ներառյալ պատերազմներ։ Բաբելոնացիներն այս շրջանում այն անվանում էին Ուրաշտու, թեթևակի փոխված արտասանությամբ։ Ուրաշտուն Ուրարտու անվան տարընթերցումն է։ Սեպագիր նշաններով այն գրվում է այսպես. 1, 2, 3, 4 ու ռա աշտու։ Արարատ անվամբ է Հայաստանը ներկայանում Աստվածաշնչում եւ հետագա դարերի քրիստոնեական գրականության մեջ։ Բիբլիական Արարատ լեռների անունով հայերն այսօր էլ իրենց հայրենիքը սիրով կոչում են Արարատյան երկիր։ Մինչդեռ Ուրարտու անվամբ գիտության մեջ այսօր ընդունված է կոչել Հայաստանի հնագույն թագավորություններից միայն մեկը, որը ստեղծվելով Վանա լճի ավազանում Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարերում ընդգրկեց ողջ հայկական լեռնաշխարհը ու մի շարք հարակից շրջաններ։ Թագավորության մայրաքաղաքն էր Տուշպավանը, որի անվամբ գիտության մեջ այն հաճախ կոչվում է Վանի թագավորություն։ Հայաստանն Ուրարտու անվամբ հիշվում է եւ Տուշպավան մայրաքաղաքի հիմնադրումից շուրջ 50 տարի առաջ, Քրիստոսից առաջ 880-ական թվականներին, եւ Վանի թագավորության անկումից դարեր անց, մինչեւ Քրիստոսից առաջ 360-ական թվականները, բաբելերեն գրված արձանագրություններում։ Այդպես է օրինակ նշանավոր Բեհիսթունյան արձանագրության մեջ, որը պատմում է Քրիստոսից առաջ 520-ական թվականների իրադարձությունների մասին։ 3 լեզուներով գրված արձանագրության պարսկերեն բաժնում Հայաստանը կոչվում է Արմինա, Էլամերենում Հարմինոյա, որոնք Արմենիա անվան տարբերակներն են, իսկ բաբելերեն բաժնում Ուրարտու։ Վերջին անգամ Հայաստանը Ուրարտու անվամբ հիշատակվում է Աքեմենյան արքա Արտաքսերքսես II արձանագրություններում, որն իշխել է մինչև Քրիստոսից առաջ 360 թվականը։ Փաստորեն, Ուրարտուն որպես Հայաստանի հնագույն անվանում, հին աշխարհի հիշատակարաններում վկայակոչվում է շուրջ 500 տարի Քրիստոսից առաջ 880-ից 360 թվականներին։ Այդ ժամանակաշրջանի միայն կեսն է վերաբերում Վանի թագավորությանը, սակայն քանի որ գիտության մեջ այսօր ընդունված է հենց Վանի թագավորությունը կոչել Ուրարտու, մենք եւս Ուրարտու եւ Ուրարտացի տերմինները կօգտագործենք ժամանակագրական իմաստով, ցույց տալու Հայաստանի պատմության Վանի թագավորության ժամանակաշրջանը Քրիստոսից առաջ 9-րդ դարակեսից մինչև 7-րդ դարի վերջը։ Ամեն մի պետություն ստեղծվում է որոշակի մի տարածքում, ներքին եւ արտաքին պատճառների թելադրանքով։ Երբ, ինչ հիմքերից եւ որ տարածքում ստեղծվեց Վանի կամ Արարատ Ուրարտու թագավորությունը։ Ուշ բրոնզի դարի սկզբից, այսինքն երկրորդ հազարամյակի կեսերից սկսում են ձևավորվել խոշոր պետական կազմավորումներ։ Եվ ուրարտական պետությունը կարելի է ասել, որ այդ խոշոր պետական կազմավորումների հետագա զարգացումն էր։ Այ եթե վերցնենք մենք վաղ երկաթի դարը, այսինքն մոտավորապես 1200-ից 900 թվականների միջև ընկած շրջանը, ապա ողջ հայկական լեռնաշխարհում միատեսակ մշակութային իրավիճակ է գերիշխում։ Հնագույն այնպիսի դարաշրջանում, ինչպիսին Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակն էր, չկային հաղորդակցության մեծ միջոցներ եւ չկար ամբողջ հայկական լեռնաշխարհը միավորող մեկ պետականություն։
Հետևաբար, ողջ լեռնաշխարհում միատեսակ մշակույթի արկայությունը կարող է բացատրվել այդ մշակույթը կերտողների ազգակցական եւ հոգեվոր ընդհանրությամբ։ Առաջին հազարամյակի սկզբին ի հայտ է գալիս ուրարտական պետականությունը։ Բնականաբար այն պիտի առաջանար այն բոլոր գործընթացների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հենց երկրորդ հազարամյակի ընթացքում։ Եվ այս իմաստով շատ հետաքրքիր է, որ բնակավայրերի համակարգը, որը որ սկիզբ առավ երկրորդ հազարամյակի ընթացքում, իր զարգացումը հետագայում գտավ նաև ուրարտական համակարգում։ Սա վկայում է այն մասին, որ ուրարտական պետականությունը իսկապես ձևավորվել է հայկական լեռնաշխարհի բրոնզ երկաթեդարյան մշակույթների ընդերքում։ Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի վերջին եւ առաջին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումներն ավելի հաճախակի էին դարձել հայկական լեռնաշխարհի դեմ։ Դա լեռնաշխարհի իշխանություններին մղում էր միավորվելու ընդհանուր թշնամու դեմ։ Հայկական լեռնաշխարհում կային 3 հզոր իշխանություններ։ Կենտրոնական եւ հյուսիսարևելյան շրջանները միավորվել էին Արարատյան երկրամասի շուրջը, որից էլ ծագում է Արարատ-Ուրարտու անունը։ Հյուսիս-արևմուտքում Դիաուխի տայք իշխանություններ, իսկ հարավում Վանա լճի ավազանում հզորանում էր Նայիրին, որը միավորել էր Հայաստանի հարավային իշխանությունները։ Դրանք բոլորն Ասորեստանի համար ընկալվում էին որպես միևնույն երկրի ուժեր։ Քրիստոսից առաջ 13-րդ դարից մինչև 9-րդ դարի սկիզբը Ասորեստանյան աղբյուրներում հայկական լեռնաշխարհը ավելի շատ հանդես էր գալիս Նայիրի ընդհանրական անվամբ։ Սակայն Քրիստոսից առաջ 860-ական թվականներից ասորեստանցիները որպես հյուսիսի լեռնաշխարհի ընդհանուր անվանում սկսեցին օգտագործել Ուրարտուն, ինչը կապված էր Արարատյան երկրամասի արքա Արամի հզորանալու հետ։ Հետագայում, երբ Տուշպավանի արքաները հզորանալով իշխեցին ողջ հայկական լեռնաշխարհի տարածքին, նրանց պետությունը ևս ասուրական դեպիրները կոչում էին Ուրարտու, քանի որ լեռնաշխարհի ազգակից իշխանություններին Ասորեստանում ընկալում էին որպես միևնույն երկրի ուժեր, որոնց էլ կոչում էին մեկ ընդհանուր անվամբ։ Քրիստոսից առաջ 860-ից 840 թվականներին ասորեստանյան աղբյուրներում Արամե Ուրարտացին հիշատակվում է 3 անգամ։ Դատելով փաստերից նա միավորել էր լեռնաշխարհի մեծ մասը։ Ասորեստանի դեմ մղած նրա պատերազմներից ուշադրության է արժանի հատկապես մի դրվագ, երբ Արամեն ունենալով մեծաթիվ զորքեր, դիմադրություն ցույց չի տալիս արքայանիստում, այլ նահանջում է դեպի լեռները։ Հաջորդած գործողությունների արդյունքում Ասորեստանի արքա Սալմանասար III-ը բռնեց հետդարձի ճանապարհը, ինչը ցույց է տալիս, որ յուրօրինակ հնարամտությամբ Արամեն հասել է հաղթանակի։ Մայրաքաղաքը, երկրի կենտրոնական քաղաքը, թողնել հակառակորդին եւ նահանջել, այսինքն իրականացնել ռազմավարական նահանջ, դա այնպիսի նորարարություն էր, որը հետագայում երկար ժամանակ զորավարները չէին համարձակվում կիրառել եւ ռազմարվեստի մեջ այն մտավ միայն ռուս զորավար Միխայել Կուտուզովի գլխավորած զորքերի կողմից իրականացված նահանջի եւ Մոսկվան հանձնելուց հետո, երբ որ ռազմարվեստում զորավարների առաջ տեսանելի կերպով ի հայտ եկավ, կարևորը ոչ թե մայրաքաղաքն է, կարևորը ոչ թե հողերն են, այլ կարևորը բանակն է, որ կարողանա վերագրավել տարածքը ձևակերպում։ Ուսումնասիրողների մի մասը Արամե Ուրարտացուն նույնացնում է հայոց պատմահայր Մովսես Խորենացուի հիշատակած հայկյան Արամի հետ, որի իշխանության կենտրոնը Արարատյան դաշտն էր։ Նա հերոսաբար դիմադրել եւ իր երկրից դուրս է մղել Ասորեստանի զորքերին։ Կան նաեւ ուսումնասիրողներ, որոնք գտնում են, որ Մովսես Խորենացու մոտ միահյուսվել են Քրիստոսից առաջ 3-ից առաջին հազարամյակներում իշխած Արամ անունով մի քանի արքաներ, այդ թվում Արամե Ուրարտացին։ Նա աշխատասեր եւ հայրենասեր մարդ լինելով նախընտրում էր հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես են օտարացեղ ազգերը ոտնակոխ խանում իր հայրենիքի սահմանները։ Արամը արևելցիների դեմ ճակատամարտն ավարտելուց հետո
Նույն զորությամբ շարժվում է Ասորեստանի կողմերը, այնտեղ եւս գտնում իր երկրի մի ասպատակիչ Բարշամ անունով։ Արամը պատերազմով նրա հետ ընթարվելով հալածում է նրան Կորդուքի միջով մինչև Ասորեստանի դաշտ։ Քրիստոսից առաջ 830-ական թվականներից սկսվում է հարավի մեծ իշխանության Նաիրիի հզորացումը, որը Վանա լճի ավազանից ծավալվելով աստիճանաբար տիրում է ամբողջ լեռնաշխարհին։ Քանի որ ասորեստանյան, բաբելոնյան եւ հին եբրայական դպիրները Հայաստանն արդեն ճանաչում էին Արարատ Ուրարտու ընդհանրական անվամբ, նոր հզորացող Նայիրին կամ Վանի թագավորությունը եւս շարունակեցին կոչել այդ անունով։ Վանի տիրակալներն իրենց արձանագրություններում սեփական երկիրը կոչում էին Նայրի եւ Բիայնա։ Նայրին հին ավանդական անվանումն էր, իսկ Բիայնա անունը կապվում էր Վան անվան հետ, քանի որ սեպագիրը չունի Վա հնչյունը։ Վանա երկիրը սեպագրում կոչվում էր Բիայնա։ Քրիստոսից առաջ 830-ական թվականներին Սարդուրի առաջինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա Վան մայրաքաղաքը։ Լճի ափին բարձրացող հսկայածավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց, որին վիճակված էր դառնալու ոչ թե սովորական թագավորության, այլ մեծ աշխարհակալության մայրաքաղաք։ Ասորեստանի արձանագրություններում Սարդուրին հիշատակվում է որպես Ուրարտուի արքա, իսկ մայրաքաղաքի հիմնադրման մասին թողած արձանագրություններում նա ինքն իրեն կոչում է Նայիրի արքա։ Արձանագրությունը Սարդուրի, Լութիպրիի որդու, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, Նայիրի արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, որ չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին, Սարդուրին, Լութիպրիի որդին, արքան է արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին, որդին Լութիպրիի, ասում է այսպես. ես քարերն այս Ալնիուն ու քաղաքից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի։ Մայրաքաղաքի հիմնադրման արձանագրություններում Սարդուրի առաջինը ներկայանում է ասորեստանյան արքաների տիտղոսաշարով՝ մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա։ Այդ տիտղոսաշարը հավանաբար նա իրեն է վերագրել հաղթողի իրավունքով, Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Հայտնի է, որ նրա զորքերը Քրիստոսից առաջ 833 թվականին հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար III-ի դեմ։ Գիտության մեջ բազմիցս քննարկվել է, թե որն է եղել Վանի թագավորության սկզբնատարածքը նախքան Տուշպա Վան մայրաքաղաքի հիմնադրումը։ Ելնելով Արարատ եւ Ուրարտու անունների նույնականությունից, ժամանակին առաջ է քաշվել տեսակետ, որ թագավորության սկզբնատարածքը պետք է լիներ Արարատյան դաշտը։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց, քանի որ ակնհայտ էր, որ Տուշպա Վանի տիրակալները արշավում են Վանա լճի ավազանից, իսկ Մենուան, ապա Արգիշտի առաջինը նվաճում են Արարատյան դաշտը։ Հասկանալիորեն, սեփական սկզբնատարածքը նրանք չէին նվաճի։ Մյուս տեսակետը, որն առաջ քաշվեց եւ այսօր առավել տարածվածն է, կապվում է Վանա լճի արևելյան եւ հարավ-արևելյան շրջանների հետ, քանի որ այդ
տեղ էին գտնվում պետության 3 գերագույն աստվածների պաշտամունքի գլխավոր կենտրոնները՝ Արդինի Մուսասիրը, Կումենուն և Տուշպան, վերջինս նաև մայրաքաղաքն էր։ Առաջ է քաշվել մեկ այլ տեսակետի ևս, որի համաձայն թագավորության սկզբնատարածքը կարող էր գտնվել Վանա լճի հարավ-արևմուտքում, հայկական Տավրոսի լեռների շրջանում։ Այս տեսակետը ի թիվս այլ փաստարկների տրամաբանական է թվում, հատկապես մշակութային առումով։ Վանի թագավորության մշակույթը, հատկապես գրավոր մշակույթը, շատ բան է ժառանգել Քրիստոսից առաջ 16-ից 13-րդ դարերում հզորացած Միտաննիի թագավորությունից։ Իսկ Միտաննիի բուն տարածքը գտնվում էր հենց հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում և հյուսիսային միջագետքում։ Այսինքն այդ շրջաններից Վանի թագավորությունը կարող էր ժառանգել միտաննիական և պետականության և մշակույթի մի շարք գծեր, այդ թվում նաև սեպագրական դպրոցը։ Այս դեպքում նաև հասկանալի կարող է դառնալ, թե ինչու է Վանի թագավորությունն իր մշակույթի մի շարք գծերով առնչակցվում միջագետքյան և փոքրասիական մշակութային աշխարհների հետ։ Հավանաբար այն պատճառով, որ թագավորության բնօրրանը գտնվել է հենց այդ երկուսի հատման խաչմերուկում։ Սարդուրի առաջինին հաջորդեց նրա որդին, Իշպույնի արքան, որն իշխել է Քրիստոսից առաջ մոտ 825-ից 810 թվականներին։ Նա սկսեց իրականացնել մի շարք կարևոր բարեփոխումներ, որոնք շարունակվեցին նաև նրա որդի Մենուայի գահակալության ընթացքում։ Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը, ողջ պետության համար միասնական դիցարանի ստեղծումը, որն արձանագրվեց Մհերի դուռ կոչվող ժայռին։ Կարևոր էր տեղական սեպագրի ստեղծումը։ Ռազմական բարեփոխումների արդյունքում հասարակ ժողովրդից կազմված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, կանոնավոր, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։ Կատարվեցին այլ բարեփոխումներ ևս, որոնց շնորհիվ պետությունն ամրապնդվեց և զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպույնի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը Ուրմիո լճի ավազանում, Արդինի Մուսասիրը, որը գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր։ Հյուսիսային սահմանը հասավ հայկական Պար լեռնաշղթային։ Իշպույնին հաջորդած Մենուայի գահակալության շրջանում Քրիստոսից առաջ մոտ 810-ից 786 թվականներին Վանի թագավորությունը հասավ մեծ հզորության։ Դրան մեծապես նպաստում էր երկրի տնտեսական առաջընթացը։ Երկրում անցկացվեց արհեստական ոռոգման համակարգ։ Ամենանշանավորը Վանա լճի արևելքում կառուցված 72 կիլոմետր երկարությամբ ջրանցքն էր, որն արքան կոչեց իր անվամբ, թեպետ հետագայում ժողովրդի մեջ այն հայտնի էր Շամիրամի ջրանցք անվամբ։ Ջրանցքի կառուցման մասին Մենուան թողել է մեծ թվով արձանագրություններ, որոնցից 14-ը հասել են մեզ։
Խալդյան զորությամբ Մենուայի իշխանորդին այս ջրանցքն անցկացրեց։ Մենուայի ջրանցք է անունը։ Խալդյան մեծությամբ Մենուան արքա է հզոր, արքա մեծ, արքա Աբիայի Նիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի։ Մենուան ասում է. ով այս արձանագրությունը ոչնչացնի, ով ջարդի, ով որևէ մեկին ստիպի դրանք անել, ով ասի ես եմ այս ջրանցքն անցկացրել, թող Խալդին, Թեյշեբան, Շիվինին, բոլոր աստվածները ոչնչացնեն նրան արևի տակից։ Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները թեպետ չեն մտնում Վանի թագավորության մեջ, բայց ընդունում են նրա գերիշխանությունը եւ պարտավորվում հարկեր վճարել։ Մենուա արքան իշխանության երկրորդ շրջանում իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից դեպի հարավ եւ Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք եւ դեպի փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում առաջավոր Ասիայի գերտերության Ասորեստանի նկատմամբ եւ Վանի թագավորությունը վերածում տարածաշրջանային տերության։